հայաստանյան իշխանությունները տեղյակ լինելով նրա հավակնությունների մասին նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ մերժում են այդ առաջարկը։ Ջիլավյանի ներդրումային ծրագրին ի պատասխան Հայաստանի իշխանությունները հեգնում են, որ Ջիլավյանի կողմից Հայաստանի համար կատարած միակ լավ գործը 88-ի երճաշարժի ժամանակ ուղարկված ժամկետնան սնունդն էր։ Սակայն այս մեղադրանքը հոդս էր ցնդում մեկ կարևոր հանգամանքով։ 88-ից հետո Սերժ Ջիլավյանը Վազգեն առաջին կաթողիկոսի կողմից պարգևատրվում է Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։ Իհարկե բոլորն էլ հասկանում էին, որ Վազգեն առաջինը դժվար թե նման բարձր պարգևատրում աներ մի մարդու, ով կարող էր անբարեխիղճ ժամկետանց օգնություն ուղարկեր Հայաստան երճաշարժից տուժածների համար։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը այնքան է անհանգստացած լինում Ջիլավյանի մտադրությունով, որ 1993 թվականի վերջին կազմակերպում են նրա մահափորձը։ Հետագայում պարզվում է, որ մահափորձը կազմակերպել է այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը։ Վերջինս հանձնարարել էր